Այստեղ Հնդկաստանում ասում են մարդիկ բլուբերի տեսակ կա, որ շոկ պայմաններին է ոնց որ դիմանում, ինչ որ սորտ է բլուբերի ու գարշոկների մեջ են վաճառում։ Ուզում եմ տեսնեմ, եթե ունեն այստեղ, վերցնեմ։ Ավելի լավ կլինի, որ գնամ ծաղրվում եմ, բայց պալմաներ, ծաղիկներ։ Hi, you have a blueberry? No? Իսկ բազիլիկ հետաքրքիր է։ Դել հարցնում գնաց աղբերը։ Այս կողա բազիլիկա իրանց համար սուրբ է ռեհանը, սուրբ ռեհանը։ Դե ընդհանրապես ռեհանը մեր Աստվածաշնչում էլ սուրբ բույսերի թվին է պատկանում, սուրբ ասելով դեռ հին ժամանակներից, որ օգտագործել են, բայց իրանք չեն ուտում, իրանք որպես բույս են դնում տներում։ Ուրա, գնաց, աղբեր արի, դիշ աշխատող չկա, կավ այս աղջիկն էլ աշխատում, գուցե հնարավոր։ Այդ աղջիկ ենքան լավ աղջիկ էր, դեպ աշխատողը չէր, ինքն էլ էր բույսեր էր գնում, բայց այն մյուս աշխատողը, այն մյուս տղամարդներ աշխատողը չէր խոսում անգլերեն, ասեց ինձ ասա ես կհարցնեմ, այդպես չունեին կանաչ ուտելու տուլսի, իրանցը մենակ դեկորատիվ տուլսի է, որ գնում են, ասում է նաև տուլսին լավ է, այդ ռեհանը լավ է, օձերը չեն գալիս հոտից տուն։ Ինչևէ, ես ուբեր եմ կանչել, իզուր եմ սենց քայլում եմ, ուբեր եմ կանչել, գնում ենք շոփինգի ժողովրդին հագուստ է հարկավոր գնել, ասեցի են որ Ալեքսի հետ է, ոչ միտեղ չկարացա գնամ, ոչ մի բան չարեցի, հետո իր հայտ է դուրս եկել, որոշեցի, որ լավ կլինի իր օրնա, ինքը ինչ ուզում է այդ անենք։ Հիմա ես մենակ եմ, ինչ ուզեմ կարամ գնամ, որ խամթ ուզում եմ գնամ, ինչ ուզում եմ գնեմ։ Գրած էր 3 րոպեից կգա, այս կոմով է գալու։ Ուսամ շուտ կգա։ Գափից փորձենք, տեսնենք ինչ ունեն գափում։ Գափի աշնանային հավաքածուն հավանեցի է, այս բլուզը հավանեցի, այս ժակետն էլ էր ջինսի մատերիալ ոնց որ լիներ, դա էլ հավանեցի ու այս սպիտակը սա էլ հավանեցի, բայց այստեղ հնարավոր չի հագնել, այս պետքա եթե տանը հագնես, պետքա կոնդիցիոներ միացնես այս հագուստի համար, իսկ դրսում շատ շոկ կլինի։ Հոպաս, մի հատ արագ փորձեմ, մի երկու բան ընտրեցի, այս ատլասից մատերիալը շատ եմ հարանում, այո, հիմա արագ փորձենք, տեսնենք, որ ոնց կնից թվերն եմ վերցրել, եկեք շորից սկսեմ, չէ, ճիշտ կլինի երևի թե սրանցից մի հատ այս եմ վերցրել փորձ կլի սմոլը տվեց, ասեցի իմ չափը բանն է, էմն է, էմը տուր, ասում են չէ մեծ կլինի ձեր վրա, փոքր է ես, բայց գինը հավանեցի շատ լավն է։ Վախություն ունեի, որ այս ինձ ավելի կգիրացնի մատերիալից ելնելով, բայց ընդհանուր հավանում եմ, մի հատ տեսնում սառոջկայով կլինի, բայց մի քիչ այս մասերը ավելի լայն է ցույց տալել, մի քիչ ավելի գիրացնում է։ Կարող էլ հագնեմ, տեսնեմ սառոջկայով ոնց կլինի։ Սրա հետ պետք է թևերս բաց լինի, որ ավելի լավ լինի։
որ համ մազերս թափած, համ սրանք չեղավ։ Մի հատ շորն էլ փորձեմ ընկերներ։ Այլ մյուս շորն է, այս էլ վրա լավ չնստեց, այս ինչքան բացասական հատված ունես, սա ընդգրկում է։ Պետք է անթերի կառուցված կունենաս, և կայմաս, բայց շատ սիրն է այս հատվածը, դրս եկավ ընդհանուր։ Մազերս հավաքեմ, չի լինի, այս մաստոր չգար, ես ոնց անստում, այս մաս խալաթի նման անստում։ Դա կրքիր են չարժեր սա։ 5999, 6000, 60 քանի դոլար, ընդհանուր լավն է, բայց այս հատվածների մասին պետք է մտածել։ Ինչքան կհասցնեմ մտնել ժողովուրդ, այնքան ուշ դուրս եկա տնից չէր ստացվում, ուզում հիշեմ, որ նարմաններ էր, որ ստեղ ունեին ու ես մի անգամից ժամանակ չկործնեմ, որ նա Փարիզն, հա։ Շտանք չի լավ, շատ շոր չեմ ուզում, ավելի շատ այդ յուբկայի նման յուբկա եմ ուզում ու համապատասխան վերք, որ նույնի ես ինչ-որ մեկը իրա զարժումն է գործրել։ Այս լայֆստայլն եմ սիրում, մեկ էլ տարբեր ֆիրմաներ ունեն ստեղ։ Քանի որ ես մրգերի նկատմամբ թուլություն ունեմ, մի անգամից աչքս ծակեց այս բլուզը, որ հիմա կդնեմ իմ զամբյուղում ու այստեղ մի քանի շոր եմ ընտրել, որպեսզի փորձեմ։ Խանութում բարձր երաժշտություն ունեն, դրա համար ձայնը անջատել եմ։ Արժեք 1700 ռուփի։ Եկեք ես փորձեմ, ստեղ լիքը բաներ եմ վերցրել, փորձելով գնամ։ Բլուբլին եմ վերցրել մայջկան, այս հաստատ կվերցնեմ, ինձ թվում է պետք է որ հագովս լինի։ Առաջինը ես փորձեմ, քանի շալվարս չեմ հանել, հարմար կլինի, երևի թե տենց ճիշտ կլինի։ Ասում եմ հաստատ, համ չափսն է լավը, շատ երկար չի, կարճ էլ չի, այս չափսը ճիշտ ասած, եւի ես չունեմ էլ այս չափը, գույներն էլ են լավը։ Ոնց որ մտածում եմ, ենթադրում եմ, որ սա կվերցնեմ հաստատ։ Այս ժակետը հիմա փորձեմ։ Այս ժակետը շատ հավանեցի, համ գործվածքը, ձևը, ամեն ինչը դուրս եկավ, չնայած որ այնտեղ փորձեցի, ինձ թվում էր, որ մի փոքր կլորիկացնում է, գուցե հայլիներն էր, գուցե իսկապես կլորիկացնում է, բայց գուցե այդ պուխլինկի հատվածը, որ կա գործվածքի վրա, դա էր, որ մի քիչ այդպես էր տպավորությունը լինում, բայց ինձ թվում է շատ հարմար, շատ լավ ժակետ է։ Ամեն դեպքում այստեղ դեռ մի փոքր կասկածում եմ արժի վերցնել թե չէ, մտածում եմ կդնեմ կողքի, հիմա շորերն էլ կփորձեմ ու շորի հետ էլ կփորձեմ։ Շորերը ծովափնյա շորեր են ու մտածում եմ, որ եթե ծովում լինես, մի քիչ քամի լինի, գուցե այս ժակետը տեղին կլինի հագնելը։ Դրա համար մի փոքր դեռ կամկացի մեջ էի։ Շալվարն էլ ինչպես որ մնացած հագուստները էլի ջինջեր ֆիրմայից են։ Սա բանանչիկ շալվարներն են, որ ես առաջին անգամ եմ փորձելու, չնայած գուցե եւ դպրոցական շրջանում հագել եմ, բայց այս վերջին ժամանակներս չեմ հիշում, որ ես այսպես բանանչիկ շալվար ունենամ, բայց փորձեցի շատ փոքր էր, 26 համարն է, ես սովորաբար 28 համարն եմ հագնում, մտածեցի մի համարը գուցե որ այդքան շատ մեծ տարբերություն չկա, բայց չէ, ցեպը չէր բարձրանում, այնպես որ չեղավ սա, բայց հավանեցի, վատը չէր, չնայած որ մտածում եմ մի փոքր գուցե ինձ ավելի ցածրահասակ է դարձնում։ Ամեն դեպքում եթե 28 չափսը ունենային, հաստատ կվերցնեի, սա էլ շորիկն է, որ փորձել եմ, ընդհանուր առմամբ բացվածքը դուրս եկավ, բայց չեմ սիրում, դուրս այդքան չի գալիս փորիկի հատվածը, թե ինչպես է ընդգրկում, ինքը բավականին ընդգրկող մատերիալ էր, մի փոքր դրանից նեղվեցի, սա չհավանեցի այդքան շատ, սա էլ վերջին շորն է, որ հիմա կփորձեմ, շատ մեծ հույս ունեի, որ լավ կնստեր, բայց էլի գոտկատաղի հատվածը լավ չի վրաս նստում, ինձ դուր չի գալի ամեն դեպքում ինչպես է նստում, դրա համար շորերը չվերցրի։ Այստեղ ժակետով եմ փորձում նորից, բայց ինձ թվում է ժակետը ջինսի շալվարի հետ ավելի սիրուն է, քան շորերով։ Պատկերացում թե ոնց է ժամանակը սենց արագ թռնում, արագ հետ որ ասեցի ես իրեն բլուզը վերցրեցի իմ համար, մեկ էլ ժակետը վերցրի,
Մեկ էլ վերցրել եմ շուշուտ վազելով իջա ներքև, վերցրել եմ խուրմա լուլուից, քանի որ լուլու է եկել, խուրմա է ինձ հարկավոր, հասնենք տուն ցույց կտամ, սա չնայած տեսակ այնտեղ, բայց թե հասնեմ տուն, շուտ կհասնենք տուն, որովհետև 15 րոպե ունեմ ընդամենը, որ տուն հասնեմ, Ալեքսին չուշանամ, էլի ավտոբուսը կա, դիմավորեմ։ Ավտոբուսի համար մի քիչ ամեն դեպքում ապահովեմ, որովհետև կարամ զանգեմ անվտանգությանը, խնդրեմ, որ իրանք դիմավորեն։ Մի քանի անգամ առաջարկել է, էլի, որ գնում եմ տենց կաղա ուշանամ, բայց ամեն դեպքում նախընտրում եմ չուշանամ ու ես գնամ, բայց այն ամենածայրահեղ դեպքում կարամ տենց բան անեմ, ինքը դիմավորի, մինչև ես գնամ հասնեմ։ Սատուն ու սոված մեռնում է, որ ասեմ, հավատացեք, արագ երեկվա պատրաստածս կարկանդակներից մի հատ կերա, ոսպով կարկանդակ էի դեպ, ես առաջին անգամ եմ ինքս պատրաստում ոսպով կարկանդակ, միշտ աղջիկներից մեկն է գրում, որ մի բան պատրաստում է, ասում էր, Դիանա ջան, ոսպով էլ փորձի, շատ համեղ է ստացվում։ Ես ոսպով կարկանդակ կերել եմ, երևի մի անգամ կամ երկու անգամ, բայց հյուր եմ եղել, հյուրասիրել են, այդպես եմ կերել, բայց մեր տանը երբեք չենք պատրաստել, միշտ որ պատրաստում ենք հիմնական կարկանդակը դա կարտոֆիլով ավանդական բանն է, մեկ է կաղամբով, մամաս որ սարքել է, այդ երկուսն ենք սարքել, շատ ուրիշ տարբերակներ չենք անում, դե տեն շատ տապականեր էլ չենք անում, որ անում ենք, որ ասում հազարից մեկ հենց այդ կարտոֆիլով կարկանդակի համար, ինչևէ ես որ շատ հավանեցի, ջեսը որ ասեմ շատ հավանեց չէ, բայց լավն էր ասեց, վատ չի, տենց կերան, Ալեքսը չի կերել, հեսա հետը դպրոց ուղարկել էի, որ կա կտեսնեմ կերավ թե չէ, դե հիմնական նպատակս, որ ոսպ ուտեն, երկաթի համար եմ էլի պատրաստում շատ է, ես ինքս որ շատ եմ սիրում ոսպեղեն, լոբեղեն, կարմիր կանաչ լոբի, ընդհանրապես ես բանջարեղեն սիրում եմ, հատիկավորներ էլ, միշտ սիրել եմ, Ջեսն էլ Ալեքսն էլ մսակեր են, Ալեքսի ուշ կգնում ամիս որ տեսնի չէ, ասենք գարան մսով հիմա ինչ-որ մի բաղ որ սարքում եմ, առաջինը վայ միս նա ուտում, հետո նոր մնացած բաները, ինչև ընկերներ ջան, հետաքրքիր է, հիմա կհավանի թե չէ, համել Ջեսի կոլեգաներից մեկ մեր ֆրանսիացի ընկերը տեսել եք իրան, ինքը որոշ ժամանական առաջ նաև Ռուսաստանում է աշխատել, ինքը քաղաքագետ է, էլի մասնագիտությամբ ոնց որ Ռուսաստանում բավականին երկար ժամանակ աշխատել է, այդպես որ համեղ ստացվել էր բան, ասեցի իր համար էլ Ջեսին մի հատ համ լանչի մեջ եմ դրել Ջեսի համար, միշտ լանչ ինքը երբեք չի տանում, բայց որ ընկերոջ համար դնում է, իր համ էլ իր ընկերուհու համար ասեցի կարոտած կլինի ռուսական կարկանդակների հայկական պատրաստմամբ Մեր խոսքով իրենց էլ եմ ուղարկել, որովհետև իսկապես շատ համեղ էր ստացվել, չէի պատկերացնում, որ ոսպով տենց արտակարգ կլինի, ինչև ընկերներ, ես Ալեքսը տեղ կհասնի, մի բաժակ ջուր խմեցի, բայց մի հատ էլ կարելի էր, լավ ծառավել եմ, ու գնանք տանելիքը գործեր ունեմ, միասին կանենք։ Բալես, մատերդ կտրելու ես, մեկ էլ չտեսնեմ դու գետնից ինչ-որ բան վերցնես, այ։ Դաման։ Բալա ջան, դայմոնդը գետնին չի լինում։ Ալեքս, կերար կարկանդակը, կարկանդակ է դրել։ Կարկանդակը երեք որ։ Ինչի։ Շատ համով էր, ինչը չես սիրել։ Այդ լիթլը ոսպա կոչվում ու շատ կարևոր է։ Չեմ կարում, ոչ միտեղ չեմ կարում այդ ոսպը թաքցնեմ, որ ինքը ուտի։ Ասեցի սենց որ բերաշկին սիրում է, կաղա տենց ուտի, բայց արի ուտես, որ չի գերել։ Մամի, սադը, կեց։ Դու չում կարել ձեռքերից զբաղվածությունն է եկանք։ Ես արդեն տանն եմ ընկերներ, ասենք իրաց սիրած քաղցր, ինչ ասեմ, պեչենիչի քաղցրա, որ շատ համեղ է, շատ ահավանել, ես այս պեչենիները, այս քաղցրներից չեմ կարող այստեղ սովորական խանութում գնել, որովհետև ինքը ոնց որ թե թանկ հաճույք է համարվում, պետք է գնամ
կենտրոնի հետ Բանգլորի մեծ հայտնի սուպերմարկետները այնտեղ կարող եմ գտնել ու տենց թիթիզ-միթիզ խանութ հատուկ պետք է գնամ, որ գնեմ delivery չեն անում մեզ մոտ դա ավելի շատ ժամանակ կտևի, քան որ ես պատրաստեմ ու բացի այդ նաև թանկա դրա համար էստեղ խանութներում չկա 3 հատիկ ընդամենը մի տուփի մեջ ու այստեղ եթե լավ բան ա լինում, լավ ուտելիք ա լինում, ինքը չափաբաժինը շատ փոքր ա լինում, փոքր չափաբաժնով, ասենց փուճուրիկ 3 հատիկը մի խոսքով թանկա բաղադրիչները շատ պարզ են, հարկավոր է ընդամենը ընկուզեղեն, խառը նուշ, հնդկական ընկույզ է այստեղ, ինչ ունեմ այլ, ֆստեղ, սովորական ընկույզ, ինձ հարկավոր է dates, խուրմա, արմավ, մի քիչ մեղր է հարկավոր, իրանք պարտադիր ամեն ինչի մեջ օգտագործում են լիքը գի, հալած յուղը ճիշտ է, ոնց որ անվտանգ է տապակել հալած յուղի մեջ, բայց հալած յուղն էլ խոլեստերինի աղբյուր է։ Ես շատ չեմ օգտագործում, մի քիչ կարագ կօգտագործեմ, ինձ թվում է նույնիսկ կարելի է այս պահը բան չանել, ոնց որ չանել, բայց եթե ուզում եք կարող եք մի փոքր գի օգտագործել, եթե տանը ունեք, ըստ ձեր ցանկության, ըստ ձեր նախասիրության։ Առաջի քանը որ պետք է անեմ, այս ընկույզը ես կլվանամ մի հատ, այսքանը բավական է։ Սրա վրա հիմա եռման ջուրջուրը եռացրի, որ ինչքան փոշի բան կա մաքրվի սիրուն։ 2 րոպե թող մնա ու 2 րոպեն բավական կլինի։ Արագ-արագ այս խուրմայի կեղևը կհեռացնեմ, որ համ չոր չլինի, փափուկ լինի, այս հատվածը լավ չի տրորվում ու համ էլ կորիզներից կհանեմ։ Բավականին արագ է ստացվում, դառնով անհանգստանալ հարկավոր չի։ Իրանի խուրմայի այնտեղ արտադրանքը Իրան, Պարսկաստան։ Գնալով, այս ընկույզը չեմ թողնում շատ սենց եռման ջրի մեջ, որ խմոր չդառնա, շատ էլ չտենց ինձ հարկավոր էր, որ մաքրվեր փոշուց, ընթացիկ տարբեր կեղտելից, արդեն լավ։ Հիմա արագ-արագ սահմանացնում եմ, շատ չէ։ Ընկուզեղենը արդեն լավ մանրացրել եմ, սա երևի ամենաժամանակատարն էր։ Հիմա ինչ եմ անելու այս փուլում ես կարագը դրել եմ, որպեսզի հալի, այստեղ հնդիկ ժողովուրդը յուղ սիրող ժողովուրդը, իրանք այստեղ գի են ավելացնում, հալած յուղ են ավելացնում, կարելի է եւ հալած յուղ ավելացնել, եւ կարագ կարելի է ավելացնել, եւ կարելի է ոչինչ չավելացնել ընդհանրապես։ Ացնում եմ, որպեսզի ողի։ Հիմա մինչ սա կփոխվի, ես կամաց կշարունակեմ արմավը կաշվից ու կորոյզներից կհեռացնեմ, որ մինչև սա պատրաստվի, արդեն սա էլ է մի քիչ ժամանակատար, ինչ առումով, որ ձեռքերդ քաղցրանում է, արդեն այս կաշին սկսում է ձեռքերիդ կպնել, ձեռքերդ մատետ պետք է թրջես, որ հեշտությամբ նորից շարունակես գործդ։ Որ անդադ չվազեմ գնամ կամ, այսպես ավելի հեշտ կլինի։ Արմավը կորիզից հեռացրել եմ, կաշե զրկել եմ, պատրաստ է սա այդ առումով, այստեղ սա էլ հովել եմ, սա էլ է պատրաստ,
անջատել եմ գրակը եւ սաղմա, հովանումա։ Սա պետք է ստանամ սրանից միասեր զանգված։ Արագ պատառաքաղով լինում է, ոչ մի խնդիր չի լինում ընկերներ։ Այստեղ խանութում անդադ նայում եմ, որպեսզի խոհանոցի համար ձեռնոցներ գնեմ, բայց ճիշտն ասած աչքովս չի ընկնում։ Այտենց չեմ էլ մոռանում եմ հարցնել աշխատողին, գուցե իրանք ուրիշ տեղ են դնում, ինձ այտենց ենթադրաբար որտեղ որ պետք է լինի, նայում եմ, լուլուին երևի թե կլինի, բայց հիմնականում նայել եմ, որտեղ որ այդ սննդային օրինակ տոպրակները բան, այդ մասում եմ նայել, գուցե որ խմորեղենի բաժնում նայեմ կամ չգիտեմ էլի, բայց որտեղ որ իրանք սովորաբար ունենում են, այդտեղ նայել եմ, ինձ թվացել է, որ այդտեղ պետք է որ լինի, ինչ էլ է ընկերներ, ես ավելացնում եմ մեղր, քիչ եմ ավելացնում, առայժմ 2 թեյ կտալ եմ ավելացրել։ Մի անտեր լավ թեյ կտալ ավելացրի, ինձ թվում է սա ամբողջը կլինի։ Կարելի է նաև այստեղ ավելացնել, եթե լավ դարչին կա, դարչու փոշի։ Այնպես քիչ եմ ավելացնում, այսպես կտալ, լավ խառնում եմ։ Որպեսզի իմ գործը հեշտացնեմ ու նման չկպչուն գեղեցիկ կոնֆետներ ստանամ, ձեռքիս ափի մեջ ավելացրեցի մի փոքր ձիթապտղի ձիթայուղը եւ փոքր բաժիններով վերցնելով ձեռքիս մեջ տրորելով ստացա նման կլոր գնդիկներ։ Սա արդեն պատրաստ է, ասել որ համեղ է, ազնվությամբ եմ ասում, նշանակում է ոչինչ չասեմ այս ամեն ինչի մասին, շատ համեղ է, ես 1-2 ժամով կտեղափոխեմ սառնարան, որպեսզի սառի այդ կպչունությունը քիչ լինի ավելի, բայց ինքը այդպես կպչուն չի էլի, կարելի է հանգիստ վերցնել, 1 բաժակ սուրճի հետ ուղղակի մի կտոր սրանց ես ուտում, առանց մտածելու, որ օй գիրացա, ինչ էր մեջը, ինչ չէր մեջը, ինձ թվում է այս շատ չլղոզվող տարբերակն է, ասենց ասեմ, ամենահարմար տարբերակն է, վրան կարելի է նաև կոկոսի քերուկ ավելացնել, ավելի սիրուն կլինի, տեսքի համար, ինչևէ, սա այսպես, հուսով եմ, որ կպատրաստեք, ինձ էլ կասեք հավանեցիք թե չէ, ինչ եք կարծում, թեկուզ այս պատրաստման եղանակը հավանեցիք թե չէ, պատրաստեք թե չէ, դա էլ կարող եք գրել, բայց չեմ դիմանում, մինչև սառնարան տեղափոխել է, այսքան չարչարվեցի, բանալ չփորձեմ։ Ստեղ են ասում, ով աշխատի, նա կուտի։ Մի քիչ չարչարվեցի, աշխատեցի, բայց սա գնելու համար 1000 հատ խանութ վազել պետք չի, տանը պատրաստեցի, առավել ևս սրա համար Հնդկաստան գալ հարկավոր չի։ Ձեր երկրում տանը նստած կարող եք պատրաստել։ Այս հետը ստանալու եմ Բելգիա։ Համ էլ Հայաստան։ Սուրճն ամնում, սուրճս էլ սարքեմ, ես սուրճը սիրում եմ առանց քաղցրի, այսինքն քաղցրը ուտում եմ, հետո նոր սուրճն եմ խմում, իրար հետ սուրճից բան չեմ հասկանում, այսքան է։